Կրկին Voyage, կրկին Paris։ Սիրուն բիժուները։ Հյուրանոցի ակոյում են վաճառում այս զարդերը, հետաքրքիր է, այնտեղ չէր հանդիպել, որպես հուշանվերներ կարելի է գնել։ Սիրուն թևնոցի։ Շքեղ ժամացույց 79 եվրո։ Սա էլ տղամարդկանց համար է։ Café de la Musique, երաժշտական անվանումով սրճարան, ամեն ինչ վաճառվում է տարածքում, որպեսզի երիտասարդները լավ ժամանակ անցկացնեն միասին համերգում։
համերգտեղի է ունենալու Զենիթ դահլիճում, երիտասարդների մեծ հոսք է, բոլորը շտապում են համերգի։ Շանոց Փարիզը, աղմկահարույց, վտանգավոր։ Ահա եւ մեր հյուրանոցը, ես պտույտ կատարեցի մեր հյուրանոցի շուրջ, շատ հոյակապ մեծ ընդարձակ հյուրանոց է եւ հաճելի հյուրընկալություն։ Մեզ ցուցաբերեցին 4 աստղանի հյուրանոց է։ Այստեղ լավագույն ես նախաճաշքան եմ, բազմ է։ Prochain système. Premier étage. Հիմա ում տուր կանեմ, մեզ համարը կտեսնեք մեծ ընդարձակ հարմարավետ համար է։ Եվ այսպես ռում տուր մեր հյուրանոցային համարից։ Ինչպես տեսնում եք, ընդարձակ մեծ հյուրանոցային համար է, ռետրո ոճի, հիմա ցույց կտամ։ Սկսենք լոգարանից, սանհանգույցից։ Արկա է վաննա, ոչ բոլոր հյուրանոցներում է դեպային արկա լինում, սրբիչներ, ինչպես միշտ բոլոր հյուրանոցներում, բարձահարդարիչ, շատ լավ է, որ արկա է այն, լվացարան, դե արդեն բազ է և նիքս խնամքի միջոցները շատ լավ որակի են, շատ եմ հավանում այս նիքս բրենդի յուղերը, խնամքի միջոցները շատ անուշաբույր են և շատ որակյալ, երբ լվացվում ես նմանատիպ օճառներով ու գելերով թվում է, թե օծանելիքն ես օգտագործել, այդքան խտություն ունեն, գելը նույնպես նիքս է։ Մաքուր է, հարմարավետ, ես հիմա կօգտվեմ այս լոգարանից։ Լոգարանի ներսում կա նաև տուալետ, ոչ մի արտասովոր բան չկա այստեղ, առանձնահատուկ ոչինչ չկա, դե պարզ է բնականաբար, այստեղ կա մեծ պահարան, օպա, սրբիչներ, հավելյալ բարձր, անկողնային պարագաներ և ամենակարևորը տդամ, սեյֆը, որտեղ ոչինչ չի մոռացել, իսկ ես ոյաժների ժամանակ կրում եմ միայն բացառապես բիժուտերիա, թանկարժեք իրեր ինձ հետ չեմ վերցնում, որպեսզի ինձ ավելի ապահով, անվտանգ ու հանգիստ զգամ։ Այս մյուս կողմն էլ դե արդեն կախիչներն են, որտեղ մենք հարմարավետ տեղավորվել ենք,
մեծ պահարան է, ամեն ինչ կարելի է տեղավորել, ճամպրուկները, հագուստը, կոշիկները։ Տադամ։ Եվ ահա այն գեղեցիկ ձևավորումը, որ ես կատարել եմ իմ բոթասների վրա, դրայս կլիպներով ուղղակի ամրացրել եմ շնորհուկների վրա, կապերի վրա այս դրայս կլիպները, կարծում եմ լավ է ստացվել։ Հետաքրքիր են այլքում սովորական բայզիկ կետերը։ Գնանք առաջ, եկանք առաջ, հեռուստացույցը, լամպերը ռետրո-ոճի, արկա է թեյնիկ, սուրճ, թեյ, շատ լավ է, գոհ եմ, որ կա թեյնիկ եւ սուրճ, որովհետեւ ես առանց սուրճի ոչ մի կերպ, եւ արկա է նաեւ սառնարան փոքրիկ, մի խոսքով այն ինչ կա 4 աստղանի հյուրանոցում։ Եվ ահա դրսի տեսարանը ներքևի հարկում ենք, առաջին հարկում ենք, այսպիսի տեսարան է բացվում։ Մեր պատուհանից շատ նեղ պատուհաններ են իդեպ, ես էլ ծածկել եմ, որպեսզի չերևանք, որտեղ ցածր հարկում են գտնվում, ամեն դեպքում մարդ ես, միգուցե հետաքրքրասեր մարդիկ կան։ Հեռուստացույցն էլ անջատեցի, քանի որ ծանծրալի հաղորդումներ են, ինչպես միշտ, ես նայում եմ YouTube եւ հիմա լոգանք ընդունելուց հետո հարմարավետ կտեղավորվեմ ու կնայեմ YouTube միգուցե մի հետաքրքիր ֆիլմ, եթե ոչ կոմեդիա։ Կոմեդիա եմ սիրում ավելի շատ, քան որևիցե այլ ժանրի ֆիլմեր։ Սա է հյուրանոցի QR կոդը։ Ցանկության դեպքում կարող եք օգտվել այս հյուրանոցի միանշանակ խորհուրդ տալ։ Շատ հավանեցի, շատ լավ սպասարկում էր, ամեն ինչ տեղը տեղի։ Նախաճաշը բոմը կտի։ Հարգելի սիրելի YouTube-յան ընկերուհիներ, ցույց տամ թե ինչ զարդեր եմ ես կրելու Փարիզում, փորձել եմ այս անգամ վերցնել ինձ հետ արծաթագույն զարդեր, այնպիսի զարդերի սեթ, որպեսզի միմյանց հետ համադրեմ։ Ահա ձեր առջև դրված է այս ամենը, այս գեղեցկությունը, մատանի արծաթագույն, ականջողեր, որոնք ունեն փոքրիկ շարժական ցիտրիններ, շատ գեղեցիկ են, այս ամենին գումարած ռոշը, սա մեկ տրիո, այս ամենը բոլորը իրար հետ համադրվում են, իմ YouTube-յան ընկերուհիներ, ապա ցույց տամ ձեզ Գեյսից այս ճկնաղ բզնոցը, սրտիկ, իսկական համերգային տրամադրություն առաջացնող, փոգլ փականով, այստեղից է, դիմացից է փակվում, արձակվում, և վզնոց, H&M-ից մի վզնոց, այս վզնոցը կարելի է կիրառել որպես թևնոց, ահա այսպես, շատ հեշտ է կիրառել նաև որպես թևնոց ու չափսը թույլ է տալիս, ինչպես տեսնում եք, բայց ես հիմնականում այս վզնոցը կրում եմ հենց Գեյսից վզնոցի հետ միասին, բազմաշերտ վիճակով, այս սրա հետ շատ գեղեցիկ է լինում։
բայց թևնոց էլ կարելի է գրել, հնարավոր է։ Ինձ հետ վերցրել եմ նաև Dolce Vita-ի իտալական բրենդ է սա։ Dolce Vita նշանակում է քաղցր կյանք։ Այդ ընկերությանը պատկանող թևնոց, ահա այսպիսի abstract, հետաքրքիր ոճով, դիզայնով եւ ատլասե մետաքսային փայլով։ Dolce Vita-ի մետաղական սպլավը շատ լավն է։ Եթե ձեզ հանդիպի այս բրենդի զարդեր, անպայման գնեք, որովհետև յուրահատուկ մետաղական ատլասային փայլ կա եւ արծաթագույն եւ ոսկեգույն զարդերում արկա է այդ մետաքսանման փայլը։ Եվ այս ականջողերը, սրանք ականջողներ չեն, կլիպսներ են։ Ահա, այսպիսի կլիպսներ։ Այս կլիպսները շատ հեշտ է համադրել այս բզնոցների ցանկացածի հետ, քանի որ ունեն շղթայանման դիզայն։ Ամեն ինչի հետ լինում է համադրել։ Ունեմ նաև այս ականջողերը շատ գեղեցիկ ոսկեգույն երանգով, կապույտ սաֆիրներով, շատ գեղեցիկ ականջողեր են, համադրվում են դարձյալ այս զարդերի հետ, թե բրոշների և թե այս թևնոցի հետ Dolce Vita-ի, կապ չունի, որ մետաղական գույնը տարբեր է, նայեք ինչքան լավ են նայվում միասին։ Այս 3 կտոր զարդը ընթացենք, էլի համահունչ են նայվում։ Այսպիսի հետաքրքիր զարդեր, որոնք որոշեցի ցույց տալ, եւս մի քանի կտոր արծաթագույն էլի թևնոցներ եւ ականջողեր ունեմ բագաժի մեջ այս պահին, բայց դրանք չեմ կրում։ Ինչը որ կրել եմ ու կրում եմ, դա եմ ձեզ ցույց տալիս, բայց իհարկե փոխարինող տարբերակներ միշտ էլ ես ինձ հետ ունենում եմ։ Ահա այսպիսի զարդեր մեր փարիզյան ոյաժի ժամանակ։ Դե ինչ իմ օնլայն ընկերուհիներ, հիմա ցույց տամ, թե ինչ կոսմետիկ միջոցներ, խնամքի, հիգիենայի պրոդուկտներ են վերցրել ինձ համար։ Հիմա ցույց կտամ այս հատվածը, հետո ցույց կտամ երկրորդ մասը։ Ուրեմն Nivea մաքրող հեղուկ, երկֆազանի աչքերը մաքրող Yves Rocher-ից հեղուկ եւ ձեռքերի կրեմ Yves Rocher-ից, այս սև մատիտը, այս վրձինը, որը հոնքերը ձևավորելու համար է նախատեսված, շատ գոհ եմ այս վրձինից, Maybelline ստվարաններ կը, այս սուրմայից այլայներից էլ եմ գոհ, Anastasia բրենդն է, արդարացրեց սպասելիքներս, դե վրձին, Sephora-ի բլաշը, այս այլայթերն ու այլայները վերջերս եմ նվեր ստացել եւ այս Sephora-ից կոպերը ներկելու համար նատուրալ գույնի քսուկը, ինչպես նաեւ Maybelline-ից աչքերի տակի կոնսիլեր ու Clarins-ի տոնային կրեմը եւ դեկորատիվ լաքեր, բեժ երանգի եւ տոպ թափանցիկ։ Այսքանը իմ խնամքի միջոցներն էր, մինիմալ է ինչպես նկատեցիք։ Սա էլ այդ մուսն է, որ կսվում է կոպերի վրա, նայեք ինչպեսի բնական երանգ ունի, որպեսի տոնային կրեմը դեմքի եւ կոպերի երանգը միանման լինի, չի հավաքվում կոպերի ծալքերում, հարմար բան է, եւ սա այն պրոդուկտն է, որ մի անգամ գնում ես ու անընդհատ օգտագործում, վերջանալ չկա։ Հիմա այս մյուս մասը դատարկեմ կոսմետիկ միջոցների։ Այս պուդրայից ես էլ ունեմ, այս կոսմետիչկան, աղջնակից կոսմետիչկան է։ Charlotte Tilbury պուդրայից ես էլ ունեմ, բայց ինձ հետ չեմ վերցրել։ Խոզանակներ, սրանք պրոֆեսիոնալ խոզանակներ են, Sephora-ին են պատկանում, հենց այս նույն խոզանակից ես էլ ունեմ, պուդրան եմ կսում դրանով, դիմափոշին լավ գրական խոզիկ։
Lancôme Touche, Էլի կա ստեղ Gloss, սա ինչը, սա էլ է երևի թե Gloss, Avena, որպես խնամք, ու այս պատչերը շատ հարմար են, անտիսեպտիկ պատչեր են, երբ որ տեղահասների մոտ խնդիր է լինում ինչ-որ դեմքի վրա դուրս է տալիս կամ կարմրություն է նկատվում, կարելի է քողարկել ուրախ պատչերով։ Սա էլ մինիմալ բաներն է, որ վերցրել է աղջնակը, կարծում եմ երիտասարդի համար ամենամինիմալն է։ Fenty-ն երիտասարդների սիրած բրենդն է, Rihanna-ին է պատկանում այս բրենդը։ Rihanna երգչուհուն, այո, երգչուհիները, մոդելները ժամանակի ընթացքում փորձում են ստեղծել իրենց բիզնեսը։ Սա էլ այս Fenty Beauty նույնպես Rihanna-ին է պատկանում։ Այս համարը, սա կոնտուրինգի համար է նախատեսված։ Կա սրանից նաև բեժային երանգը, ուրեմն երկուսն են, բեժը և սա, կոնտուրինգի համար։ Ամենասիրելի պրոդուկտն է երիտասարդների, երբևիցե սա չի զղջվում։ Արժեքը 35 եվրո։ Եվ կա սրա բաց գույնի կարեկտորը, որը երբեմն զղջվում է, բայց այս մուկը երբևիցե չի զղջվում։ Անիմաստ է սպասել զղջեցի ժամանակ գնել։ Lancôme Touche ու Givenchy պալետկան այսպիսի գլամուրային երանգներով ինձ շատ է դուր գալիս, այս ոսկե գույնը ինձ շատ է դուր գալիս ու նաև արծաթագույնը, բնական են խոզանակները։ Ահա այսպիսի մինիմալ պրոդուկտներ և մոռացա ցույց տալ նաև այս արծաթագույն ականջողերը, որոնք գեյսից վզնոցի հետ շատ համահունչ են։ Նույն արծաթագույն գաման է սպիտակ քարերով, ստրազաներով։